Հայ առաքելական եկեղեցին Տոմաս ջան, մի հատ կարևոր բան, որ մեր պատմագրության մեջ չի ֆիքսվել։ Մեզ 1500-1600 տարի բերել է օտար կրոնի կայսրությունների կազմում պահել է, չի թույլ տվել խառնակցություն մեր ժողովրդի մեջ, եւ դրա արդյունքում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության բնակչության գրեթե 15%-ը արդեն հայ էին։ Չնայած որ բոլոր ձևերով ճնշված էին։ Հայ քաղաքական միտքը 30 տարի ընդամենը ուղղորդել հայ ժողովրդին։ 30 տարվա մեջ մենք ունեցել ենք 4 ջարդ։ Հայ քաղաքական միտքը այնքան հասու չէր, ինչքան հայ եկեղեցու զգուշավոր միտքը։ Ես հիշում եմ, շատ էին քննադատում Սիմոն Երևանցի կաթողիկոսին, որ նա թույլ չէր տվել ապստամբություն բարձրացնել Հայաստանում։ Տեսեք, իմ համար մեծ գնահատանքի արժանի նա մի բանի համար։ Թույլ չտալով ապստամբություն բարձրացնել, նա խուսափել է զոհերից։ Բայց միևնույն ժամանակ նա նամակ է գրել Վրաց թագավորին, նամակ է գրել իմ հիշելով անգամ ավելի հյուսիս գտնվող թագավորություններին եւ հարցրել է, ասել է, երբ կան պլաններ արշավելու այս տարածաշրջան։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ նա քաղաքական լուծում է փորձել գտնել իր ժողովրդին վտանգի տակ չդնելով տարածաշրջանի խնդիրներին։ Եվ գոնե այդ փուլում գտել է ու առանց ապստամբության, առանց թույլ ապստամբության կարողացել է հնարավորություն է ունեցել ստեղծել հայկական անվտանգ միջավայր իր ժամանակաշրջանում։ Երկրորդ կաթողիկոսի մասին, աշտարակեցու մասին մի հատ հիշենք։ Ինքը լրիվ ռազմական, այո, բայց ինքը բերեց հասցրեց Հայաստանի ազատագրման հարցը այն կետին, որին դարերով եկել է հայ եկեղեցին։ Աշտարակեցին նամակ էր գնում Վրաստանը արդեն գրաված Ռուսաստանի ցարական Ռուսաստանին եւ ասում է, որ եկեք Հայաստան, մենք զենք կտանք, մենք զորք կտանք, եկեք եւ ազատագրեք Հայաստանը։ Իհարկե, զորքի թիվը մի քիչ շատ էր գրել։ Երբ ռուսական զորքերը գալիս են Հայաստան, որ ազատագրեն Ղզլբաշների իշխանությունից, տեսնում են, որ զորքը խոստացածից քիչ է, բայց արդեն Հայաստան եկած են լինում եւ ստիպված ազատագրում են Հայաստանը եւ աշտարակեցին ինձ համար որպես արևելահայ կրոնական մտքի վառ ներկայացիչ, քաղաքական մտքի վառ ներկայացիչ, ինձ համար շատ կարևոր, շատ տպավորիչ կաթողիկոս է, որովհետև նրա ձեռքով տեղի ունեցավ Հայաստանի ազատագրումը, նրա ձեռքով հայերը վերջապես վերադարձան իրենց հավատը ազատ պաշտելու իրավունքին։ Եվ այս ամենի մեջ շատ կարևոր է, որ որևէ պահի դա չի արվել մեր անկախության, ինքնության հաշվին, երբեք դա չի արվել ավելորդ զիջումների հաշվին, երբեք չի խոստացել հող, մշտապես հողը, հայի բնակավայրը, հայի գյուղը, օջախը համարվել է անձեռնմխելի եւ անսակարկելի սրբություն։ Տոմաս ջան, տեսեք ամենակարևոր մյուս պահը, որ պահին ցարական իշխանությունը Նիկոլայ II-ը սկսել է սահմանափակել հայկական դպրոցները, եկեղեցին դեմ է գնացել Նիկոլայ II-ին։ Այո, եւ նահատակություններով։ Նահատակություններով Նիկոլայ II-ի ժամանակ շատ էր նացիոնալիզմը կայսրությունում։ Եվ այդ ժամանակ եկեղեցին սկսեց դեմ գնալ ցարին, որովհետև նա սկսեց դեմ գնալ հայ գրերին, հայ կրթությանը, որպեսզի հայերին ասիմիլացնի։ Տեսեք, երկու տարբեր օրինակներ։ Երբ օգուտ էր Հայաստանի համար, աշտարակեցին աշխատեց այդ երկրի հետ, երբ օգուտ չէր Հայաստանի համար, շահը մի թեթև տրորեցին, եկեղեցին իր խոսքը ասեց, հայ ժողովրդի խոսքը ասեց, որի արդյունքում թույլ տրվեց հետագայում հայկական դպրոցների լինելը, իսկ ընդհանուր այսօրվա Հայաստանում եւ մեր մեծ հայրենիքի տարբեր հատվածներում նույն Գարդմանում էլ, Արցախում էլ, այլ վայրերում էլ եւ դա բերեց նրան, որ մտավորական լուրջ գործիչներ ծնվեցին այդ դպրոցներից։ Սա է հայկական հայ առաքելական եկեղեցու դարավոր ձևաչափը, երբ որ հայերին օգուտ է աշխատել իրար հետ, երբ հայերին վնաս է անգամ ամենամեծ կայսրության դեմ դուրս գալ։